Հիգիենան միջնադարյան Եվրոպայում։ Միջնադարյան Եվրոպայում հիգիենան մի մշտական պայքար էր։ Ոչ նպաստավոր աղբը և նրա ոչ արդյունավետ հեռացման եղանակները հանգեցնում էին հիվանդությունների։ Այդ աղբը մեծացնում էր վնասատուների, տզերի և մոծակների քանակը, որոնք էլ իրենց հերթին հանգեցնում էին հիվանդությունների և անգամ ժանտախտի։ Բարձր խավի մարդիկ կարող էին լոգանք ընդունել տաք ջրով լի վաննաներում։ Եվ միջին խավի որոշ մարդիկ օգտվում էին հասարակական լոգարաններից և լողանում էին ազնվականների օգտագործած ջրով։ Բարձր խավի մարդիկ օգտվում էին հատուկ զուգարաններից, իսկ ցածր խավը ստիպված էր օգտվել արտաքին զուգարաններից կամ կիսել այն համայնքի հետ։ Նրանք, ովքեր չունեին արտաքին զուգարանի հասանելիություն, օգտագործում էին բազմախողովակներ։ Եթե այդքան էլ հնարավոր չէր, օգտագործում էին աղբար քվերամաններ, որոնք հետո դատարկվում էին մոտակա կեղտամած մառան կամ գետ։ Մարդիկ գիտակցում էին, որ հագուստի լվացումը օգնում է հեռացնել տզերին ու մոծակներին։ Գրքներում խորհուրդ էր տրվում ամեն օր փոխել ներքնազգեստը։ Գյուղացիների համար դա հաճախ հնարավոր չէր։ Ով կարող էր ավելի քան մեկ հանդերձանք ունենալ, շաբաթը մեկ փոխում էր իր հագուստը, ինչ լվանում էր մյուսը։ Գյուղացիները լվանում էին այն ինքնուրույն, ֆավթեն իսկ աղտոտված կետերում։ Ատամների խնամքը նույնպես սահմանափակ էր, օգտագործում էին ճյուղեր կամ կտորներ, աղ և բույսեր։ Իսկ խնդիրների դեպքում սափրիչները կատարում էին նաև ատամնաբուժական աշխատանք, հաճախ առանց ցավազրկման։ Մահճակալները պատրաստվում էին սերմերով և լցված էին բույրավետ բույսերով, վնասատուներից պաշտպանվելու համար։ Միսը շատ հաճախ աղով պահվում էր, իսկ մեծ մասը սնվում էր հողում աճեցված բանջարեղենով, լոբիով և հացով։ Միջնադարյան մաքրության կարևոր պրակտիկաներից մեկը կրակի օգտագործումն էր։ Կրակն օգտագործվում էր տների և շենքերի ջերմացման, սննդի պատրաստման համար, ինչպես նաև ստերիլիզացնելու և ախտահանելու համար, հատկապես հիվանդությունների բռնկման ժամանակ։ Մարդիկ օգտագործում էին կրակը իրենց տները մաքրելու և ցանկացած աղտոտված իր այրելու համար։